Փոխարժեքի շուկայում այնինչ տեղի է ունենում, կապ ունի մեր զրույցի հետ։ Պատկերացրեք, որ օրինակ ռուբլու ամրանալը, ինչի ռուբլու ամրանալը դա յուրաքանչյուր փոխարժեքային շուկայում տենդենսները եւ սպասումները, դրանք իրենց մեջ որպես կանոն, եթե դա վերաբերում է խոշոր տնտեսություններին, կոնկրետ այս բարակայում Ռուսաստանի Դաշնությանը, նրանք ունեն հստակ քաղաքական գունավորում։ Սպասումները տնտեսվարողների մոտ, խոշոր խաղացողների մոտ եւ համակարգաստեղծ կազմակերպությունների մոտ, բանկերի մոտ, ապահովական ընկերությունների մոտ, խոշորագույն տնտեսվարողների մոտ այս սպասումները ձևավորում են հիմնականում այն հիպոթեզի շուրջը, որ կարծես թե ռուս-ուկրաինական բախման որոշակի հանգուցալուծման արդեն սկզբին ենք մոտենում, եւ արդեն կողմերը կոնկրետ Ստամբուլում պետք է նստեն բանակցությունների շուրջ։ Դա արդեն տնտեսվարողներին եւ համակարգաստեղծ խաղացողներին տալիս է որոշակի մտորումների հնարավորություն, առիթ, որովհետեւ նրանք հասկանան, որ վերանալու են որոշակի առևտրական ֆիլտրեր, խոչընդոտներ, եւ այդ խոչընդոտները ահռելի են, որովհետեւ Եվրոպական միության երկրները արդեն 13-րդ փաթեթն են Ռուսաստանի պատժամիջոցների հաստատել եւ անընդհատ խստացնում են դրանք։ Հավանաբար միմիայն այս հանգուցալուծման հնարավորությամբ Ռուսաստանի Դաշնությունը վերջ-վերջո դուրս կգա այդ տնտեսական այն փոսից, որ նա գլորվում է հիմա։ Հիմա մի թեմա էլ ունենք, որ վերաբերում է, ես հիշում եմ, մի անգամ մենք այդ խնդիրը շոշափեցինք, երբ Հայաստանը նոր էր ձեռք բերել Եվրոպարտատոմսերը 750 միլիոն։ Հետո այդ խնդիրը քննարկելիս մի կարծիք էր դոմինանտ դարձել, որ Հայաստանը արդեն եկել է հատելային շեմը, երբ պետք է պարտք վերցնել պարտքը սպասարկելու համար։ Մենք այդ process-ում ենք։ Այո, մենք այդ process-ում ենք։ Այդ process-ը բավականին վտանգավոր է, եւ այդ process-ը թաքցնելու համար կոնկրետ իրականացում են քաղաքական որոշակի կրկեսներ այդ process-ը քննարկելու եւ հանրային շերտերը այդ process-ը ծանոթացնելու համար։ Բերեմ մեկ օրինակ։ 2025 թվականի Հայաստան Հանրապետության պետական բյուջեով հաստատվել է, որ մենք պարտքի սպասարկման համար 400 միլիարդին մոտ գումար այս տարի պետք է վճարենք մեր պարտատերերին։ 400 միլիարդը դա ահռելի գումար է։ Միայն պաշտպանության համար նախատեսվող ծախսերը 2025 թվականի Հայաստանի Հանրապետության մոտավորապես 667 միլիարդ դրամ են։ Այսինքն մենք գտնվելով խոցելի անվտանգային ծանրագույն մարտահրավերների դաշտում, առօրյա on-line դաշտում, մենք փաստացի պաշտպանության գումարի չափ համարագումար, քիչ զիջող նրան, տրամադրում ենք պարտատերերին։ Սա մեծագույն ռիսկ է, սա մեծագույն լավ ռիսկ է, բայց ինչ անել, չկանգնեցնել երկիրը, դա չէ լուծումը, պետք է լուծումը պարոն Նացականյան, պետք է փնտրել բացառիկ գրագետ տնտեսվարման մեջ։ Բացառիկ գրագետ տնտեսվարման մեջ։ Ես փոքր օրինակներ բերեմ, բայց այդ փոքր օրինակներով ես կարող եմ ապացուցել, որ այդ գումարի վճարումները հնարավոր էր ենթադրենք բյուջեի վրա նման ծանրության չհասներ։ Զանազան Snoop Dogg-երի համերգի հետ կապված չոր գումարները մենք ուսումնասիրում ենք պետական բյուջեի ծախսերը, այդ ծախսերի մեծ մասը չի կատարվում։ Ծախսերի մեծ մասն էլ գնում է հիմնական այն ճյուղերին, որոնք ավելացած արժեք չեն գեներացնում։ Այդ զանազան սուբվենցիաները, որ սփռում են ամբողջ գյուղական բնակավայրերով, այդ սուբվենցիաները չարիք են պետական բյուջեի համար։ Ինչու՞։ Գյուղը դրա կարիք չունի։ Գյուղը դրա կարիքը ունի, բայց մենք պետք է հաշվի առնենք հեռավոր գյուղերի կոնկրետ ասֆալտը, շատ թանկարժեք ասֆալտը, կարող է 1 տարի սպասել, որովհետև կոնկրետ այդ գյուղում ավելացած արժեքի մեծ ակումուլյատիվ բազա չկա։ Պետությունը պետք է այստեղ անի մեծագույն աշխատանք։ Պետք է ճանապարհ հարթել, որ ճանապարհների համար կան արդյունաբերական զարգացման
հիմնասյուներ եւ արդյունաբերական զարգացման հիմնասյուներից օրինակ չինական օրինակը կարելի է վերցնել կլաստերային արդյունաբերական զարգացման մոդելն է։ Այդ կլաստերները դրանք փոքր մինի արդյունաբերական հանգույցներ են, որը ազգային լաբորատորիաների գիտատեխնիկական հետ միացված է, կարելի ասել, եւ նրանք ստեղծում են գիտելիքահեն ավելացած արժեք։ Այո, եթե կլաստերներ եք ստեղծում, այդ կլաստերներին ճանապարհ կառուցեք։ Ինչի՞ մասն է խոսքը։ Բայց նույն ճանապարհը 3-4 անգամ կառուցել, վերակառուցել, անընդհատ այս կարգի սա գիտեք տնտեսվարման վատ թարագուն օրինակներից մեկն է, որ մենք ներկայացնում 2025-ի առաջին երամսյակում հարկային մուտքերն ու տուրքերը աճել են մոտ 66 միլիարդով։ Տեղյակ եք։ Իհարկե։ Ինչի շնորհիվ։ Ինչի շնորհիվ։ Ես ցանկանում եմ ձեզ մի ընդհանրապես հարստացնել ձեր ասածը եւ այդ ավելանալու գերակատարման նաեւ այդ տոկոսի մեջ գիտեք որ մասն է կազմել քաղաքացիների կողմից կատարված իրավախախտումների տուգանքների ծավալը։ Ուրեմն մոտավորապես պետական բյուջեի եկամուտները հարկային առաջի երամսյակի համար կատարվել են եւ գերազանցել են մոտավորապես 1.5% եւ եղել է մոտավորապես 7 միլիարդ դրամի կարգի այդ ավելացումը։ Ուրեմն այս 7 միլիարդ դրամի ավելացումից 4 միլիարդը դա իրավախախտումների արդյունքում պետական բյուջեի կատարված քաղաքացիների վճարումն են, այսինքն տուգանքները։ Այս իմաստով որ տարածված իրավախախտում կնշեք։ Տարածված իրավախախտումներից եւ վարչական իրավախախտումների հիմնական դրանք ավտոմոբիլների հետ կապված, երթևեկության հետ կապված այդ իրավախախտումները եւ մենք հիմա կառուցում ենք մի տնտեսություն, որը իր հաջողությունը եւ առաջադրանքների պլանային առաջադրանքների գերակատարումը շեշտը դրել է տուգանքով տնտեսություն կառուցելու տուգանքով պլանային առաջադրանքի կատարելու։ Մի տուգանվի։ Հասկանալի է մի խախտի, բայց խնդիրը այլ տեղ է։ Կոնկրետ տուգանքների հետ կապված մոտեցումը պետք է լիներ բավականին համբերատար, բավականին լոյալ, միևնույն ժամանակ ընդհանուր զարգացումը պետք է ստանար այնպիսի թափ, որ պետական բյուջեն իր գերակատարման իմաստով հույսը չդներ մարդկանց կողմից կամա թակամա կատարված իրավախախտումների վրա։ Դրա հետ կապված երթևեկության կանոնների այդ տուգանքները դնենք մի կողմ։ Այդ գումարի մեջ մոտավորապես 60-65% կազմել են տնտեսվարողների մոտ հարկային ստուգումներով կատարված այդ առաջադրված իրավախախտումների գումարների վերականգնում, հատուցումներ, տուգանքներ, ես ձեզ հավատացնում եմ, որ հարկային դաշտում ներկայումս աշխատելու համար տնտեսվարողին ոնց ասեմ, սպասում են բազմաթիվ թակարդներ, ընդ որում վարչարարությունը խստացել է մի մակարդակ ավել, բայց վարչարության խստացումը դա տնտեսությունը Այսինքն ինչքան էլ խելոք եւ խելամիտ լինես, այդ թակարդը ընկնելու է։ Բնականաբար, ես ձեզ վստահեցնում եմ, կարող եք հրավիրել հաշվապահների, որոնք կիրառական աշխատանքի ամեն իրա փորձի մեջ են, եւ հաշվապահները բնականաբար ձեզ կբացատրեն մոտավորապես 30, 40, 50 կամ ավելի նման թակարդներ։